Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Նորից ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ ձեր ներկայության, շնորհակալությունս հայտնեմ ձեր պայքարի համար։ Ոնց որ ասեց Նարեկ Կարապետյանը, մեր գործը շարունակական պետք է լինի։ Մեր պայքարով բոլորս գնում ենք մեր ընկերներին, մեր հարազատներին, համաքաղաքացիներին, համագյուղացիներին, պատմում ենք այս պայքարի մասին։ Պատմում ենք սա ինչի համար է այս պայքարը։ Այս պայքարը ուժեղ Հայաստան ունենալու համար է։ Այս պայքարը անկախություն պահպանելու համար է։ Այս պայքարը խաղաղություն ունենալու պայքար է։ Այս պայքարը հայ ժողովրդի արժանապատիվ լավ ապրելու պայքար է։ Գնացեք պատմեք բոլորին, ցավները տանեմ։ Ոնց Նարեկ Կարապետյանն ասեց, դեռ երկար ձգելու են մինչև վերջնական որոշումը հայտարարեն։ Դրա համար հիմա ավարտում ենք ու գնում ենք ամեն մեկս շարունակելու մեր պայքարը, պատմելու, տնտեսական ճանապարհը պատմելու, տնտեսական 5 քայլերը պատմելու Սամվել Կարապետյանի մասին ու բացատրելու, որ պիտի ունենանք ուժեղ Հայաստան եւ ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է Սամվել Կարապետյանը։ Կարապետյան! Բոլորի տնտանիքները պայքարում ենք մինչև ունենանք ուժեղ Հայաստան ունեն մնացել ընդամենը 3 ամիս, հունիսի 7-ին, բոլորս գնում ենք ընտրության և ընտրում ենք մեր ուժեղ Հայաստանի ճանապարհը։ Աստված բոլորիդ հետ, մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։